Հայ մեծանուն բանաստեղծուհու ստեղծագործությունները հանգրվանել են Վարդապետի տանը։ Կոմիտասի տուն-թանգարանի դահլիճում յուրովի են հնչում Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունները, համեմված Կոմիտասի նոտաներով։ Խորհրդային իրականության ամենավառ ու առաջադեմ գործչին համարձակ տիկնոջը նվիրված միջոցառումը նոր շունչ է բերել մեր մշակութային կյանքին։ Երեկոն կյանքի է կոչվել տիկին Ռոզա Ծառուկյանի անմիջական աջակցությամբ։ Նրանց մտերմության մասին քչերը գիտեն։ Շատ հարգարժան մարդիկ են հավաքվել եւ սակայն այս եռյակ համագործակցությունը չէր կայանա, եթե մեր կողքին չկանգներ եւ մեզ չաջակցեր Ռոզա Ծառուկյանը, մեծ բարեգործ, հրաշալի տիկին, որը կյանքի օրոք մեծանում էր Սիլվա Կապուտիկյանին, բավական ընկերություն է արել նրա հետ եւ նրա հիշատակը հարգեց մեր երեկոն աջակցելով։ Այս բարձրաճաշակ համերգը, այս միջոցառումը միացավ այն բազմաթիվ մշակութային միջոցառումների ցանկին, որոնք իրագործվել են եւ կյանքի են կոչվել Ծառուկյան ընտանիքի եւ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի շնորհիվ։ Յուրաքանչյուր մարդ, երբ վերադառնում է մանկություն, Սիլվա Կապուտիկյան անունը եւ Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունները հիշում է դեռ մանկությունից եւ դպրոցական առաջին նստարանից եւ ես շատ մեծ ցանկություն կունենայի, որ հասուն տարիքում էլ մենք կարողանայինք նրա տված խորհուրդները, պատգամները հիշեինք, պահպանեինք եւ այսօր ավելի քան երբեք սիրում եմ քեզ հայոց լեզու բանաստեղծությունը հաճախ կրկնեինք, որպեսզի իսկապես սիրեինք եւ պահպանեինք մեր լեզուն, գրականությունը, մշակույթը եւ հայոց պատմությունը։ Մախմուր աղջիկ, թե աչերս քեզ որոնեն, միլացացնի եւ կապուտիկյանական մի շարք այլ հայտնի գործեր տասնամյակներ շարունակ սիրվել ու դարձել են էստրադայի գոհարներ։ Այսպեսի նախագիծ չի իրականացվել, որ նրա երգերը, իսկ նա 100 երգից ավելի երգերի հեղինակ է, հնչեն դասական երաժշտության ուղեկցությամբ, այսինքն Լարային քարյակի, ջութակի, թավջութակի ուղեկցությամբ։ Երեկոյի ընթացքում Կապուտիկյանը նաև ներկայացվում է որպես գաղթականի հայրենասեր դուստր, որի ընտանիքի պատմությանը այնքան համահունչ են Կոմիտասի նոտաները։ Կոմիտասի տանը պիտի հյուրընկալվեր, այսպես ասած, ճակերտավոր հայ մեծ բանաստեղծուհին, որի ամբողջ կյանքի նպատակը եղել է հայրենիքի գովերգումը, Հայաստանի գովերգումը, գեղեցիկի գովերգումը, հայոց լեզվի եւ բնականաբար սրանք այն չափանիշներն են, որոնք պիտի հնչեն, պիտի լսվեն նաև Կոմիտասի թանգարան ինստիտուտում։ Կապուտիկյանի ստեղծագործությունները երեխաները սովորում են դպրոցից, հետո նորովի բացահայտում նրան, վերապրելով զգացմունքային, միևնույն ժամանակ ուժեղ կնոջ հույզերը։ Իմ կյանքան ծավ ու ծաղկի մեջ, ես անչափ դյուրին հասա երազիս, ես 14-ամյա պատանի հազիվ, ինձ անվանեցին արդեն բանաստեղծ։ Իզաբելլա Հովանիսյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։